Րոպեներ առաջ Սահմանադրական դատարանը հրապարակեց իր որոշումը ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին թիվ 259A որոշումը թողնել ուժի մեջ։ Հայաստանի բարձրագույն դատարանը ասում է, վերաքվեարկություն նշանակելու կարիք չկա եւ ըստ էության ընտրության արդյունքները մնում են անփոփոխ եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի անցնում ազգային ժողով։ Ովքեր չեն հիշում, ասեմ, որ ընտրություններից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները համարել էր անվավեր։ Եվ դրանից հետո 7 քաղաքական ուժ, դրանք հիմնականում ընդդիմադիր կուսակցություններն էին, դիմել էին Սահմանադրական դատարան եւ վիճարկում էին այս որոշումը, քանի որ իրենց կարծիքով ԿՀՀ-ի այս որոշումը շատ է ազդել ընտրությունների վրա եւ պահանջում էին, որ այդ ընտրատեղամասերում նշանակվի վերաքվեարկություն, որովհետեւ այդ ընտրատեղամասերի արդյունքները չեղարկելու պատճառով Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չէր հատել անցողիկ շեմը 4%-ը եւ չէր անցել ազգային ժողով։ Հիմա էլ Բարձրագույն դատարանը ասում է, որ վերաքվեարկություն նշանակելու կարիք չկա։ Ուժեղ Հայաստանից ի պատասխան ՍԴ-ի այս որոշման ասել են, որ Հայաստանում չկա սահմանադրական արդարություն։ Հիմա ընդդիմությունը, մասնապես Ուժեղ Հայաստանը, պիտի վերջնական որոշում կայացնի։ Իրենք վերցնում են մանդատները, թե շարունակում են համարել, որ ընտրությունները կեղծված են եւ դրանց արդյունքները լեգիտիմ չեն։ Այս գործը դատարանում քննվում էր հունիսի 26-ից սկսած եւ այդ ժամանակահատվածում կուսակցությունները ինչ-որ ներքին իրենց աջակիցների հետ հանդիպումներ էին ունենում ու քննարկում էին մանդատ վերցնելու, չվերցնելու հարցը, որքանով ճիշտ չի եւ այլն։ Ինչ եք կարծում ՍԴ-ի այս որոշման մասին, անպայման գրեք մեկնաբանություններում, բաժանորդագրվեք, մինչ